Տավուշի սարերում հետաքրքիր մարդկանց որոնումները մեզ տարան շլորկուց Սարատեղի։ Ճանապարհին էլ հանդիպում էինք, խոսքի վերջում նույն մարդու վրա էր կանգնում՝ Աննայի։ Աննան պետ ու կրակ է, ասում են տեղացիներն ու ուղղորդում դեպի նրա օդա։ Գլխավոր ճանապարհից դեպի Ծորակ երևում են կիսաքան տանիքներով հին անասնաֆերմաներ, որոնց արանքում հեռվից աչքի է ընկնում տեղադրված ալեհավաքը։ Մարդիկ ձեռքով ցույց էին տալիս հենց այդ կողմը։ Ոտքով անցնում են երկար ճանապարհ ու ձորակում անասնաֆերմաների արանքում հանդիպում ձեռքերն այրելով թեր պանիր պատրաստող Աննային։ Համիտե շեֆս լակասե Ներանք չկորանք նկարվեցիրել, ասա դիտելես չի լավ է պահում քեզ։ Աննայի կյանքը սարերի հետ կապվեց դեռ 25 տարեկանում։ Այն ժամանակ օրվահացի խնդիր լուծելը դժվար էր, 3 անչափահաս երեխաներին կերակրելը բարդ, բայց ջուջևանցի ղոչախարսը նրանցից չէր, որ նահանջեր դժվարությունների առաջ։ Երբ ընտանիքի հոգսը ծանրացավ ուսերին, համարձակ որոշում կայացրեց։ Չնայած դպրոցական նստարանից էր երազում կտվորուհի դառնալու մասին։ Ես դպրոցական ժամանակ Դեով ինչ կուզե դառնալ, չէ։ Դե վաղ լանասնագում էր սոխոս ժամանակը։ Գրել եմ կտվորուհի ու դառել եմ ես։ Ու վերջ։ Ես տապել լավ եմ սովորել դպրոցում, ուղղակի ընդունվեցի էլ։ Չշարունակեցի քոլեջ մագավարժական, բայց թե չգնացել պատճառներով ու լեթենցել մնացի ու դառա ես կտվորը։ Բայց դե դուք եք ուզել։ Դե ես եմ ուզել։ Հիմա մեր դասային տղաները որ միշտ ասում են ամենակ դու նպատակի դաս։ Համագյուղացիներից մեկի անասունները վերցրեց ու բարձրացավ սար։ Դա առաջին հերթին քայլ էր դեպի պայքար ընտանիքը պահելու, երեխաների ապագան ապահովելու ու արժանապատիվ կյանք կառուցելու համար։ Հիմա էլ Աննան մատով ցույց տվովի աշխատող է, խոշոր անասնապահները ուղղակի երազում են Աննայի նման աշխատող ունենալ, բայց ինքը մեկն է, երկրորդը չկա։ Կարող է բանն լելա, այ Զաքարը։ Հա, Զաքար։ Ամեն օր ինձ տեն մա ճամփում, Աննա ջեմ, ոնց ես։ Մի անգամ գնենք Քոչում ենք եղա, ինքը գնումա։ Ասավ Աննա ջան, քեզ նման մի հատ աշխատող եմ ուզում, աչուսել եմ ուզում, չկա։ Դու ես աշխատող ուզում։ Ես էլ եմ իմ նման ուզում, բայց չկա, մենակ ես եմ։ Սարերում անցկացրած առաջին օրերից Աննան ապացուցեց, որ ուժն ու կամքը սեր չեն ճանաչում։ Լեռնային քամիների, անձրևների ու անքուն գիշերների միջով սովորեց ապրել բնության խիստ օրենքներով, հաղթահարել ամենօրյա դժվարությունները։ Տարիները անցան, բայց նրա ընտրած ճանապարհը մնաց նույնը։ Այսօր էլ սարերում Աննայի անունը հնչում է հարգանքով, որովհետև նրա պատմությունը աշխատասիրության, համառության ու մայրական նվիրումի պատմություն է։ Երեք իմ տղեն եկել է իր անկերի հետ, ասում արա ես որ սես թիկունք ունենամ, գիտես ինչեր կանեմ, ես ինչ կինա։ Հա, մեր խոցա բարբարուն։ Ես մի քանի օրն էլ այլ գնացի մի բիլ բան առատ անա դրի եկա, մեր աշխատանքն էլ ինչ անենք, համ աշխատավարձ եմ ստանում շատ լավ։ Ունիմ շեֆ եմ ասում իհարկե ես, դե շատ լավ շեֆ ունիմ։ Ես շեֆը դրի իրանունը։ Քանի հոգի աշխատող են իրանք ունեցել։ 10-րդ տարին է ես եմ։ Սերտանից պատկերացնում եմ ինչ գոհ է։ Շատ, երևի էլի, թե ասմա եթե դու չլես էլ ապրակնով ապաղան, որովհետև ես իրանց ամեն ինչը համստեղ եմ դասավորում, համընդեղ էլ իրանք են դասավորում, էլ ինդել եմ կազմակերպում, գնա գոմա և այլն ինչ ես սարքում և այլն էլ ես ես կանեմ, ես բանը որ դուք 4 հոգով անենք, ես անեմ, մենակ։ Աննան ժպտալով ասում է, գործը տղամարդու ու կնոջ չի նայում, և իսկապես նրան տեսնելով դժվար է չհամաձայնել։ Մենակ 4 հոգու գործ է անում, առանց տրտնջալու, առանց դժգոհելու։ Ամուսինը վատառողջ է ու հիմնականում գյուղում է մնում։ 3 երեխաներից 2-ն արդեն ընտանիք են կազմել ու այն ծանր հոգսերը, որոնք Աննան կրել է երիտասարդ տարիներին, այսօր փոքր-ինչ թեթևացել են։ Բայց հանգիստ նստելու միտք չունի, շարունակում է իր կովերն ավելացնել, արդեն 30 սեփական անասուն ունի, մի այդքան էլ ոնց ինքն է ասում շեֆինն է։ Առավոտները դեռ լույսը չբացված կթում է անասունները, կաթը մշակում, այդ ընթացքում մի քանի անգամ ճանապարհ ընկնում դեպի արոտավայրեր, հսկում նախիրը, կատարում չոբանի գործ, իսկ ձմռանը գյուղ իջնելուց հետո էլ շարունակում է աշխատել ֆերմաներում։ Մի օրվա ընթացքում այնքան գործ է հասցնում անել, որքան շատերը մի քանի օրում։ Ես շատ շուտվանից եմ գալիս արը, շատ շուտվանից։ Երեխեքս փոքր են եղել, փոքրը էլելա 5 տարեկան, 6, եկել եմ Սարա երեխանց հետ, 3 երեխի հետ։ Մեզ ասեցին այս սարի ամենա
Հոչա, Անապնթի։ ամենաճտպտ հարցը դուք եք, ճիշտ են ասել։ Ասել են էլի։ Միսա Հա, շատ եմ ոչախ, հա։ Ասում են ճիշտ են ասում։ Բայց թե ճիշտ ասած ընդով ես Ջուջևանից չեմ, Աղթալայից եմ։ Հետո իմ մաման ինձ բերել է, պապայս ուզել ստեղ, ես պապան խորթա։ Ու ես տարոկիսկանից ապրել եմ ստեղ։ Ջուջևան։ Հա, Ամուսնացել եք Ջուջևան։ Չէ, ամուսնացել եմ Ղոշխոթա, Ոսկեբան։ Ոսկեբան եմ ամուսնացել, ամուսինս Մերտանն ապրում։ Այ ֆիդա տես եկել են ինձ են նկարահանում Սիրուշի նման։ Հա, ու Շտենց ապրել ենք էլի Ազիջան։ Ես շատ ապրանք եմ բերել միշտ ուրիշներին էլ։ Հա։ Դառը քրտինքով ոնց ասում են ծանր աշխատանքով որդու համար տուն է առել, կահավորել իր տունը, մեքենա գնել, գոմ կառուցել, անասունը շատացրել, մի խոսքով ամեն ինչի հասել է սկսելով ուրիշի անասունը պահելուց։ Ամեն ինչ էլ հասել ենք։ Ունեմ լավ երեխաներ, ամուսին։ Տուն ենք առել տղիս համար, գոմ ենք առել, տուն ենք առել, ավտոյ առել, ամեն ինչ էլ ես իմ նոր տողից մենք սկսել ենք իմ երեխեքից հետ գալով, ամեն ինչ աշխատել ենք, հասել ենք ամեն ինչի։ Հիմա դուք սեփական կով ունեք։ Ունեմ 30 հատ էլ ես ունեմ մեծ փոքր, հա։ Աշխատում եմ ուրիշի համար, հա, ուներ, հա։ Որ եկաք առաջի տարի։ Դուք 5 հատ կով, 5 հատ ապրանք եմ էլ։ Շլորկուտի քամիների ու մառախուղների մեջ Աննան կարծես սարերի բնավորությունն է մարմնավորում, կոշտ, ամուր, բայց միաժամանակ ջերմ ու հոգատար։ Ու երբ լսում ես նրա անցած ճանապարհի մասին, հասկանում ես, թե ինչու են այստեղ նրան բնորոշում ընդամենը 2 բառով՝ պեծ ու կրակ։ Շլորկուտը միայն 2 բնակիչ ունի՝ Աննան ու հարևանուհին 80-ամյա Ֆիլա տատիկը։ Երբեմն տատիկը գործով գյուղ է իջնում կամ քաղաք գնում, Աննան մենակ է մնում սարում։ Բայց ասում է չի վախենում ոչնչից ու ոչ մեկից, սարերի լռությունն ու հեռավորությունը նրա համար օտար չեն, այլ հարազատ։ Թեև իր կացարանում մարդկոցի շնորհիվ հոսանք կա ու հեռախոսը լիցքավորելու հնարավորություն, բայց տեխնիկան նրա կյանքում տեղ չունի։ Չէ, վաղ չկա։ Հանգիստ ենք ելում ավելի, չէ վախը մի բանից էլա, բայց մենակություն լավ չի։ Տատիկ իմ կողքին ա միշտ, մենք իրար հետ։ Համ այ շատ է, համ չեն գնում եմ մյուսները, համ որ իրար հետ ենք։ Տատիկն ու դուք։ Հա, ես ու տատիկն ենք, ես սենց հանգիստ եմ, սե լավ ա, ամեն ինչ։ Նույնիսկ են հեռախոսներից էլ չեմ օգտվում, ինտերնետ, ոչ մի բան, սե ենքան լավ ա։ Տեղանքը երևի զոր ա, ցեխ ա դուրս գալու համար, իրանց ամեն մթերքը ուսերին տանեն, բան եւ այլն էլ դեժիգուն ինչու մտներ։ Իրանց բանի համար գնացին, բայց ինձ թվում է դժգոհ են արդեն։ Ստեղ ավելի լավ էր։ Հա, փոշմանել են։ Հա։ Սեր մեր ջիլը Սարը աշխատող քրտնող մարդու տեղ է, ասում է Աննան ու խոսքն ապացուցում գործով։ Հիմա էլ թելպանիր է պատրաստումը կամ ինչպես այստեղ են ասում ջիլ։ Կաթի տակ շիճուկի մեջ ժամերով աշխատում է ձգում, ոլորում, հյուսում սպիտակ թելերը։ Այդ գործը հեշտերից չէ, հաճախ ձեռքերն այրվում են, մատները հոգնում, բայց միայն այդպես է գործը գլուխ գալիս։ Այստեղ սարում ամեն պատառհաց քրտինքով է վաստակվում, ամեն օրվա ապրուստը աշխատանքի գնով ստեղծվում։ Սարն իր օրենքներն ունի, չի սիրում ծուլությունը, չի ներում ամպութությունը։ Այստեղ պետք է վաղ լուսաբացին ոտքի կանգնես, անասուն խնամես, կթես, պանիր ու յուղ սարքես, անասունի հետևից հанд գնաս ու նույն շրջապտույտն ամեն օր։ Ասում են սարը ջահելի տեղ չի, բայց հաստատում ջահելի տեղ է։ լավ ջահելի տեղ ա։ Կան ջահելներ, ուղղակի էլի ուզում են սար մնան։ Չաշխատեն ուղղակի մնան, էլի։ Իմիջայլոց, հա։ Բայց սա ավելի, սենց ավելի լավ են հանգստանում։ Չգիտեմ, պապարա ոնց մարդ կարա մնա, չգիտեմ ես։ Ազատ ժամանակն էլ գործես վերջացնում են Բարսանում ուրց քաղամ իմ կովերին, նույնս նայում։ Իջնում երկին։ Աշխատանք կա չկա, միսա մեզ հաճելի չի, օրինակ ցեխի մեջ անդադ, բայց չի աշխատենք, օրինակ պարապ նստենք, ով պետք է մեզ տա ինչ որ բան։ Կամ խի գնանք ուզենք ինչ որ մեկից մի բան։ Հարևանից կամ ինչ որ մեկից, եթե կարանք էլի աշխատենք։ Ինչն է պակաս, մարդ կա ոչ ցանումա, ոչ բան գալի հարևանից նստու են, դու դե նույն հողը դու էլ ունես, չէ՞ քո դրանը։ Ես այդ չեմ սիրել մինել, աշխատել եմ ես տամ չուզեմ։ Այդ մի բանը որ միշտ իմ մեջ է։ Եթե ուզում եմ շատ եմ նեղվում դաժե էլի։
Ոտքը ոտքին գցած ապրես սիրողի տեղ չէ Սարն, ասում է Աննան, առանց մի պահ կանգ առնելու։ Եվ նրա խոսքերի ճշմարտացիությունն ամենից լավ երևում է հենց իր կյանքում։ Տասնամյակներ շարունակ նա ապրել է Սարի խիստ, բայց ազնիվ օրենքներով, հավատալով, որ աշխատավոր մարդու ձեռքը երբեք դատարկ չի մնում։ Նայելով նրան հասկանում ես, որ այս լեռների ուժը միայն մկանների մեջ չէ, այն մարդու կամքի, համառության ու աշխատանքի հանդեպ սիրո մեջ է։ Իսկ Աննան այդ ամենի կենդանի մարմնավորումն է, մի կին, որի ձեռքերի վրա աշխատանքի հետքեր կան, բայց որի աչքերում դեռ նույն եռանդն ու կենսասիրությունն է, ինչ տարիներ առաջ, երբ առաջին անգամ բարձրացավ Սար։ Շուզորկուտ Սարատեղին համարյա դատարկ է, բայց ժամանակին այստեղ կյանքը եռում էր։ Դատարկվելու պատճառներից մեկը ճանապարհների դժվար անցանելիությունն է եղել։ Սարերում պատրաստած յուղն ու պանիրը գյուղ հասցնելը հեշտ գործ չէր, նրանք, ովքեր ամենագնաց մեքենաներ չունեին, մեծ դժվարությունների էին հանդիպում, մանավանդ անձրևոտ օրերին։ Դե սարվորները գնացին, բայց Աննան մնաց ու ամեն տարի գալիս է մայիսին, գնում դեկտեմբերին։ Անցնող տարին իր համար անհաջող էր, կորուստներ ունեցավ ու ավելի շատ ված զգաց նրանից, որ կորուստը ոչ թե իրենից էլ, այլ ոչ ինքն է ասում շեֆից։ Կորուստ տվել եմ անցյալ տարի, բայց ոչ հիմա։ Հենց այդ չանգույ պատճառով էնա մեր կովերը տարան, 15 հատ կովը տարան։ Քշեցին տան ուղղակի։ Ահա որ չանգեր ուղղակի էլի շատ ահա որ ստեղ չի երևում։ Հա, չկար է տարան։ Շատ չափից դուրս։ Իմ ներվերը շատ խախտվեց։ Իմը չէ, էլի կովերը, ում աշխատում եմ, համաշխատում եմ, համ իմ սեփականն եմ պահում, իրանցներ շատ, միջազվեցինք։ Շլորկուտի պես համարյա դատարկված Սարատեղիում մենակ մնալու ամենամեծ վտանգը Աննայի խոսքով անասնագողությունն է։ Անասունը սարվորի ամենամեծ հարստությունն է, նրա տարվա աշխատանքի արդյունքը ու ամեն կորուստ ծանր հարված է ընտանիքի եկամտին։ Դե չոյնանում էլ եմ, որ մենակ եմ, հետո մի մարդ չկա, որ գոնե հարցնես, ասես էսի ճապրանք տեսել ես, թե չէ։ Դա էլ է վատ, շատ վատ է, հալա շատ ծանր։ Մի մարդ չկա այս սարերում այ մարդ։ Կամ հանդարես գնում, ոչ մի բան չկա, որ ասես այ մարդ։ Միակ կյանքելա գոնե երևացել է, թե չէ։ Գնալով դատարկվել։ Հա շատ։ Ստեղից վերև ինչ սարեր կա, հերո են էլի, որն էլ կա հերոած։ Հա, Աննան ոնց ասում են հազարափեշակ կին է, կարմնաթուշ հացեր է թխում, կարում, գործում, տնային ամեն տեսակ գործից գլուխ անում։ Ու եթե զրույցը մի փոքր երկարի կարող է նույնիսկ սուրճի բաժակ նայել։ Տավուշի սարերում Աննային ճանաչում են ոչ միայն որպես պետի կտոր սարվոր, այլ նաև որպես կենսախինդ ու հետաքրքիր կին։ Թալավ հաց եմ թխում, գուրպայեմ գործում, ամեն ինչ, զեռագործ, ամեն ինչ։ Ձիգ շում է։ Ամեն, հա, այո, ամեն ինչ։ Կով կտրում է։ Բավոս, բաժակել ենք նայում, կոֆե ետել ենք անում, բավոս։ Երկել ու ոնց է։ Չէ, երկել չկա, այնքան մարոժն են ուտացրել ազիզ ջան, այդ ձենս կտրացրել են։ Եվ ուզում չեն յանց հարևանը խոսողոլ են, ձենս կտրացրել են։ Աննան ինչպես ասում են ամեն ինչից մի քիչ գիտի, երբ հարկելինում նույնիսկ բուժքույրի դեր է ստանձնում։ Նրա հարևանուհին արդեն 85 տարեկան է ու Աննան սովորել է նաև առաջին օգնությունից, չնայած մեկ-մեկ սխալվում է։ Ճիշտ մենա բարձրանում ես եմ չափում, ճիշտ ասած մի անգամ բարձրացի ես ինքս։ Ինչ եք տվել։ Բան չտվյաս շար բատ խմեցած, դու մի ասեմ։ Են տնելու բանով կա։ Դրա չեմ մեջին, ասեմ ճիշտ չունես։ Գնաց բան շարբատ խմել ճիշտ չունես, այն կախի չդրել եմ, դրել չեմ թևին, որ զգամ, այ մնը բարձրացել չկարի իշխասնեմ, այդ հենց բանել ունիք, ծապուտի ծաղով, շուլուխով։ Իր համար ջիլ անասնատիրոջ համար պանիր է պատրաստում, որ գյուղում ձեռքից ձեռք են խլում, ասում է։ Այս պանիրը ինչ պանիր է, Սովորական պանիր է, էլի, հա։ Չանավ։ Ես իմ տող ջուջևանի պանիրը։ Ջուջևանի պանիրը։ Աննայ պանիրն ա վերջ, ասում են ու առնում։ Եթե գիտեն Աննայի պանիրը։ Հա, չէ, հա, ներում բեկում չկա։ Ուղղակի այնա ճիշտ ասած նոր էի բանել, որ ստեղ անցկենամ, գործս պրոցեսիացնեմ, ստեղ եմ մի քիչ հավաքրտեմ։ Ստեղ ոչ մի բան ազի ջան, շատ է ցեղ կա, չենք եկող գնանք։ Հետո ունենք ագրեգատի, ես աստեղից էլ ցույց կտամ, այն ունեցել ենք ագրեգատի տեղ, որ կովերի գենյան կանգնեին, մենք կթենք իրանք դուրս անենք։
դռներով, հիմա չի փուլվել է։ Համել ագրեգատ չենք օգտագործում։ Ես զերով եմ գտեմ, ես ագրեգատին տեղ չեմ տալիս։ Թելպանիրը պատրաստ է ու շլոր կուտի փոքրիկ կացարանում գալիս է օրվա ամենահանգիստ պահը՝ սուրճի ժամանակը։ Աննան արագ-արագ իրեն հատուկ շարժումներով դնում է ջազվան կրակին, սեղան բացում ու պատրաստվում մի փոքր դադար վերցնել աշխատանքից։ Երբ սուրճը պատրաստ է լինում, սկսում է օրվա ամենահետաքրքիր մասը՝ գուշակությունները։ Սուրճի բաժակը ձեռքին, Աննան իր յուրահատուկ հումորով ու հետաքրքիր մեկնաբանություններով պատմում է բաժակի նշանները, որոնք այստեղ վաղուց արդեն դարձել են փոքրիկ ավանդույթ։ Սա մի հատ մարդ է կանգնած լրի պարզության մեջ, մի հատ ջիու վրա նստած մարդ կա, մուրազնի նպատակի վրա է անմիջապես հիմա։ Ջազման եմ, որ արդեն նպատակ գտել է։ Լոդկի մեջ տոտանվողություն, շատ է ստատավում, չգիտեմ ինչ որ բանով հարցը։ Կամ օգնության կարիք ունես, կամ ինչ որ, չգիտեմ, խորհրդի բանի, բայց շատ է ստատավում, էլի մեկը կգտնուս, որ քեզ կօգնի։ Սանգունից շատ լավ խաբար կլսես դրսից, մեծ սանգա շատ։ Ու մեքենա է կանգնած սև, չգիտեմ, թե կողունիկ, թե գնաց օղունիկ, թե չգիտեմ, մաշինա առնելու ինչ որ բան, մեքենայի հարց կա։ Իսկ սաղի լավ բաներ եք ասում, որ տրամադրությունները Ինչ լոմնա այն էլ ասում եք։ ինչ լումա։ Բաներ կա որ ասում եք, բայց չգիտենք որ կլի, բայց լոմել է։ Սարում սուրճը միայն սկիզբն է։ Աննայի օդում միշտ խորովածի միս կա, քանի որ հյուրին երբեք միայն սուրճով չի ճանապարհում։ Առաջարկում է կրակ անել ու միս խորովել, ու այդ ընթացքում իրեն հատուկ հումորով չի մոռանում նաև ինքն իրեն գովել, ասելով, որ այս սարերում իր նման խորոված անող չկա։ Մեր խորովածն ես եմ անում ստի։ Շեֆս գալիս ասում քոյալ կնիկալ մատիաց լավա ուզում չի անե երևի էտե լայլի ինչ որ բան կնիկալ մատիաց լավն է։ Կրակնել եք անում։ Լարի դասավորում Շարում։ լարի դասավորում եմ։ Լավ, այդ որտեղն այդքան էներգիան ձեզ։ Դուս չգիտեմ։ Միշտ տենց եկել է։ Հա։ Հա, երևի որ կաղապակցություններ են ժամանակ դեր երեխաների էսեի մենոնք ստեղ չէին։ Կարող է ուզեցել եմ ամեն ինչ հասնում ու դենցով արդեն վարժվել եմ էլի։ Մի բան չէ որ ասեմ, չէ, էլի հաջորդ անգամ կամ պետք չի։ Ուզում ամեն ինչ հասցրացել եմ ամեն ինչին օգնած։ Տավուշի սարերում Աննայի անունը վաղուց արդեն աշխատասիրության հոմանիշ է։ Պեծ ու կրակ հարսը տարիներ շարունակ ապրել է այնպես, ինչպես քչերը կկարողանային առանց դժգոհելու, առանց նահանջելու։ Նա երբեք չի հարցրել սա տղամարդու գործ է, թե կնոջ։ Արել է այն, ինչ պետք է եղել։ Անասուն է պահել, կթել, պանիր ու յուղ պատրաստել, կրակ վառել, սառը քամիների մեջ հոտի հետևից գնացել։ Նրա կյանքը լուռ, բայց հստակ վկայություն է, որ իրական ուժը սեր չի ճանաչում, իսկ աշխատասիրությունը սահմաններ չունի։ Շլոր կուտի լռության մեջ նրա անունը հնչում է որպես հարգանք, որպես հիշեցում, որ դեռ կան մարդիկ, ովքեր իրեն ձեռքով են պահում թե տունը, թե սարը, թե կյանքը։ Եվ հենց դրա համար է, որ ասում են Աննայի նմանը չկա, նա պարզապես կին չէ, նա սարերի բնավորությունն է, ապրող ու շնչող ուժ, որից պատմություն է մնում։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։